Շարունակում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ, Երևանը մայիսի 7-ից 11-ը հյուրընկալելու է տարվա սպորտային կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունը, որն անցեկացվելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայկական կարատեի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում անցեկացվում պաշտոնական առաջնություն, որին մասնակցելու են մոտ 1000 մարզիկներ 54 երկրից։ Այս հարցերի մասին, այս կարևոր իրադարձության մասին խոսենք մեր հյուրի հետ։ Կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանն է մեր հյուրը, բարի լույս։ Բարև ձեզ։ Ողջույն ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Ինձ հետաքրքիր է, հիմա որ մենք կարատե ենք ասում, ինքը բոլոր ճյուղերն է, թե հա։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն պաշտոնապես ճանաչված է աշխարհում մեկ կազմակերպություն, դա WKF-ն է, World Karate Federation, որի արդյունքները համարվում են պաշտոնական։ Կարատեի մեջ մտնում են բազմաթիվ ոճեր եւ այդ ոճերից 4-ը մտնում են WKF կազմակերպության մեջ՝ շոտոկան, շիդորյու, վադորյու, գոջորյու, սակայն մենամարտային ձևը կումիտեն, որովհետեւ կարատեն ունի երկու մրցակարգ, մեկը ոչ կոնտակտային կատան է, ցուցադրական, մյուսը մենամարտային կումիտե, մենամարտային ձևը սպորտային կարատեի օրենքներով ամբողջությամբ, այսինքն կոնտակտային սահմանափակումներով։ Վերահսկվող կոնտակտով, սահմանափակումներով եւ այդ ձևը ճանաչված է օլիմպիական ընտանիքի անդամ։ 2020-ի Տոկիոյի օլիմպիադայում այն ընդգրկվել էր մասնակցող մարզաձևերի ցանկում ընդգրկվել էր, յուրաքանչյուր տարի գիտեք, որ ընդունող երկիրն է որոշում, որ մարզաձևը ընդգրկել, թե ոչ։ Փարիզը որոշեց չընդգրկել, 2026-ին երիտասարդական մանկապատանեկան օլիմպիադայում Դակարում ընդգրկված է կարատեն, 2028-ը ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները չեն ընդգրկի, սակայն կա տեղեկություն, որ 2032-ում Բրիզբենում արդեն որոշվել է, որ կարատեն ընդունող երկիրն է որոշում։ Այո, ընդունող երկրի կոնկրետ կարատեի մասին է, թե ընդհանրապես բոլոր մարզաձևեր կան, որ օլիմպիական ընտանիքի անդամ են, սակայն տվյալ օլիմպիական խաղերում իրենք չեն ընդգրկվում, դա որոշում է ընդունող երկիրը։ Բայց դա նորմալ է։ Ես չգիտեմ նորմալ է թե ոչ, դա այդպես։ Եթե մենք հիմա մարզական առումով հիմա խոսում ենք, ինքը երևի թե նորմալ չի, որովհետև բնականաբար մարզիկները երկար տարիներ պարապում են, երազանքա իրենց համար օլիմպիադայում հաղթել է ու մեկ էլ տեսնում են, որ չգիտեմ, ասենք 4 տարի հետո ընդգրկված չի։ Սա մի տեսակ ոնց ստացվեց, որ կարողացաք առաջին անգամ նման մեծ մասշտաբային միջոցառում բերել Հայաստան։ Մենք ուղղակի մեր ֆեդերացիան ապացուցեց, որ ինքը կարող է հանձնառնել նման պատասխանատվություն։ Նախ շատ կարևոր է վարկանիշը, շատ կարևոր է մեր ցուցաբերած արդյունքները, որոնք վերջին տարիներին զգալիորեն աճել են եւ տարած աշխատանքը, որ մեր ֆեդերացիայի նախագահին հաջողվեց հարցը բարձրացնել եւ անցած տարվա Եվրոպայի առաջնության կոնգրեսին հավակնորդները, ինչպես գիտեք, միշտ շատ են լինում, որովհետև շատերն են ուզում տվյալ տարի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունը անցկացնել իրենց մոտ եւ ընտրվեց Հայաստանը։ Ասեմ ավելին, 2027 թվականի համար նույնպես հայտ է ներկայացված եւ կարելի ասել ամենայն մեծ հավանականությամբ 2027-ի մինչև 21 տարեկանների երիտասարդական առաջնությունը նույնպես կանցկացվի աշխարհի թե Եվրոպայի առայժմ, որը 3 անգամ ավելի մեծ մասշտաբ ունի, քանի որ եթե մեծահասակների առաջնությունը 1 տարիքային խումբ է ընդգրկված, ապա մինչև 21 տարեկանների առաջնությունում 3 տարիքային խումբ պատանի երիտասարդ եւ մինչև 21 տարեկան, այսինքն 18-ից 20 տարեկան մարզիկների տարիքային խմբերը։ Քանի որ առհասարակ մենք գիտենք, որ դաներով եւ գոտիներով է կարատեում որոշվում երևի, այսպես ասեմ, մակարդակը աստիճանը, հիմա ոնց ենք հասկանում կարատեիստը, չգիտեմ, Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն կամ օլիմպիական չեմպիոն է լինում, թե ասենք սև գոտի 9-րդ դան, օրինակ։ Սպորտային կարատեում չի որոշում դաներով, ասեմ հակառակը կարող է շատ ցածր գոտի ունեցողը մենամարտել բարձր գոտիի հետ եւ հաղթել, սա սպորտային կարատե է, ոչ թե ավանդական,
այստեղ ուղղակի որոշում է ցույց տված արդյունքներով, այսինքն սա սպորտը, այստեղ կարևորը մարզիկը դուրս գա եւ հաղթի, գրանցի հաղթանակ, ունենա բարձր վարկանիշ, տիտղոսներ, ցույց տա լավ արդյունքներ։ Տարբերությունը կասեք, ինքը ոչային տարբերություններ կա, թե չէ։ Կատաները նույն կատաներն են, նույն նշված 4 ոճի կատաներն են, ուղղակի գնահատման ձևերը, մոտեցումները ինչ տարբեր են, իսկ կումիտեն իհարկե մենք օգտագործում ենք, ի տարբերություն ավանդական կարատեի մենք օգտագործում ենք պաշտպանիչներ, ավանդականում բաց ձեռքերով։ Բաց ձեռքերով։ Այո, մենք օգտագործում ենք պաշտպանիչներ, կա գնահատման սկզբունքը միավորների լրիվ տարբեր է։ Այսինքն այնտեղ տվյալ տեխնիկային այլ միավոր են տալիս, այլ գնահատական են տալիս, մեզ մոտ այլ գնահատական են տալիս թույլատրվող եւ ոչ թույլատրվող տեխնիկաները, քանի որ ինքը օլիմպիական ընտանիքի անդամ է, ապա առաջին նախապայմանը դա այն է, որ պետք է վնասվածքները հասցվեն նվազագույնի։ Զուտ սպորտային հետաքրքիր։ Այո, ինքը սպորտ է, այսինքն սպորտում նպատակը ավելի պարզ տեսքով ասած հակառակորդին ոչ թե ծեծելն, այլ հաղթելը։ Այ ես այդ տեսակ չեմ պատկերացնում այդ ոնց է, որովհետև իմ եղբոր տղան հաճախ արդեն քանի տարի կարատեի, տարբեր տենց գոտիներ ունի Եվրոպայում, բայց իրենք երբեք ինքը միշտ ասում որ անուշ չի կարելի ծեծել, եւ իրենք ավելի շատ տեխնիկա են ցուցաբերում եւ այդ տեխնիկայի շնորհիվ է որ ինքը սկսում է գոտիները բարձրանալ։ Այդ ինչ տարբերություն է։ Ես չգիտեմ ինքը որ տեսակն է հաճախում։ Ես էլ չգիտեմ, գիտեմ որ կարատե շատ է։ Ինչպես է սպորտը։ Մյուս մենամարտային ձևերը ինչպես են։ Մարդիկ դուրս են գալիս, մենամարտում են, հաղթում են միավորներով։ Մեզ մոտ հաղթանակը միավորներով։ Ես իրականում եւ ձեր ասածն եմ տեսել, երբ որ պաշտպանիչներով են եւ սպորտային, եւ մյուս տարբերակն եմ տեսել, իրականում դե բնականաբար եթե օլիմպիական ընտանիքի անդամը բնականաբար ընդունել է ավելի շատ այս տարբերակը, երբ որ պաշտպանիչներով է եւ երբ որ միավորներով է, նախ դա շատ ճիշտ եւ գեղեցիկ է, ինքը տհաճ չի իրան նայելով, չի վերածվում մարտարվեստի, որովհետև այստեղ տեխնիկայի հարց է։ Չի վերածվում ծեծկրտուկի։ Հա, չի վերածվում ծեծկրտուկի, իսկ մնացած դեպքերում դե բնականաբար վերածվում է ծեծկրտուկի։ Ինչ կարևոր ասելիք ունեք բանի հետ կապված, Եվրոպայի առաջնության հետ կապված, որ կուզեք հեռուստադիտողները իմանան, չգիտեմ, բոլորին կարող ենք հրավիրել մարզահամերգային համալիր, մեր մարզիկները քանի հոգի են, մենք ունենք աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոններ առհասարակ։ Այո, իհարկե։ Ուրեմն տղաների 5 կատեգորիաներում մենք ներկայացրել ենք մարզիկ, ուրեմն կոմիտե մրցակարգում կա տղաների 5 կատեգորիա, քաշային 5 կատեգորիաներում ներկայացրել ենք մարզիկներ, որոնց մեջ կան նախորդ տարվա Հայաստանը ընդամենը մեկ անգամ է առայժմ ունեցել Եվրոպայի չեմպիոն, Գորներ Սիսյանը, հենց անցած տարի եղավ Եվրոպայի չեմպիոն, -84 կարգում ներկայացված է Գորներ Սիսյանը, ներկայացված են նաև երիտասարդական լիգայի, ունենք ոսկե մեդալակիր, որը 67 քաշում հանդես է գալիս Սուրեն Հարությունյանը, ունենք նաև Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ունենք երկու Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ, աղջիկների 5 քաշից 4 քաշում է Հայաստանը մարզիկ ներկայացնում, մի քաշով չի մասնակցում, այսինքն 4 քաշում ունենք մարզիկներ, նույնպես բոլորը շատ լավ պատրաստված մարզուհիներ են, կատա մրցաձևում միայն տղաների կատայում ենք ներկայացնում, եւ նաեւ կա թիմային կոմիտե մրցաձև, այդտեղ նույնպես մեր հավաքականի մարզիկները ընդգրկված են։ Ընդհանուր առմամբ 49 երկիր վերջնական արդեն գրանցվել է, գրանցումները ավարտված են, 49 պետություն գալու է, ես ասում եմ, որ մասշտաբները պատկերացնեք, այսինքն պատկերացրեք մեկ քաշային կարգում 50 մարզիկ է լինում։ Այսինքն առաջին տեղ գրավողը ինքը պետք է դառնա առաջինը 50-ի մեջ։ Նույնիսկ տևելու այդ ծանր 5 օր։ Հիմա դուք պատկերացրեք աշխարհի առաջնությունում մեկ քաշային կարգում քանի մարզիկ է լինում, երբեմն լինում է, որ մարզիկը մինչև կիսաեզրափակիչ հասնելու համար 6-7 մենամարտ
հաղթել ստիպված։ Օրեկան կարա լինի մի քանի մենամարտ։ Օրեկան, այո, նախնական սկզբի օրերը լինում են նախնական մենամարտերը, հետո առանձին բրոնզե եզրափակիչներ, որովհետև երբ կան նաև սփոփիչ մենամարտեր, այսինքն մարզիկը, որը դուրս է գալիս եզրափակիչ, մինչ այդ ում ինքը հաղթել է, հերթով բոլորը իրար հետ մենամարտում են երրորդ տեղի համար։ Սա իրականում ամենամեծ ծավալ ընդգրկող մարզաձևն է եւ մենամարտային ձևերից եւ այստեղ շատ դժվար է մեդալ վաստակելը։ Հայաստանում շատ են, չէ՞։ Կատաղի բարձրացությունը։ Ինչպես կարատե պարապորները Հայաստանում շատ են, չէ՞։ Մոտ 3000 մարզիկ կա մեր ֆեդերացիայում։ Այո։ Ես այսպես մոտավոր տվյալներ եմ ասում, որովհետև իրենք մի քիչ տատանվում են, հստակ երբեք հնարավոր չէ ասել։ Մենք ունենք 30-ից ավելի կազմակերպություններ, որոնք ազգային ֆեդերացիայի կազմում են, եւ յուրաքանչյուրը իր հերթին ունի ակումբներ, դպրոցներ ամբողջ Հայաստանի տարածքում։ Ամենաուժեղ երկիրը Ճապոնիան է կարատեի, թե չէ։ Ես չէի ասի, Ճապոնիան հիմնադիրն է կարատեի, բայց հիմա ինքը կարատեն արդեն միջազգային, համաշխարհային մարզաձև է։ Շատ լավ տվյալներ ունի Իրանը։ Իրանը։ Այո, ուժեղագույններից է Իրանը, Եգիպտոսը, եվրոպական երկրներից։ Մի խոսքով մեծ տոն է սպասվում սպորտային։ Ինքը իր մասշտաբներով երևի թե տարվա ամենախոշոր միջոցառումը կլինի։ Ամենախոշոր միջոցառումը։ Դե մենք մեր մարզիկներին բնականաբար ձեզ հետ միասին հաջողություն ենք մաղթում, հաղթանակ ենք մաղթում։ Շնորհակալություն։ Եվ այս առաջնությանը եւ առհասարակ կուզենանք աշխարհի չեմպիոններ ունենանք, օլիմպիական չեմպիոններ ունենանք, շնորհակալ ենք, հաջողություն ենք մաղթում։ Հուսով ենք հաղթանակներով կցես կհյուրանալենք մեր տաղավարում։ Շնորհակալություն հրավերի համար։ Սելի հեռուստադիտողներ, գովազդներ եթերում, հետո կշարունակենք։